Պարուհի Սոֆի Դևոյանը հրապարակել է իր հարսանեկան սպասված լուսանկարները կից գրելով. «Շատ սպասված նկարներ է»։ Հիշեցնենք, որ նրա հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել 2025 թվականի օգոստոսին և լայն քննարկումների առիթ դարձել համացանցում։ Սոֆին այդ օրն առանձնացավ իր օրիգինալ և ոչ ստանդարտ հարսանեկան զգեստով, որն անմիջապես գրավեց հանրության ուշադրությունն ու դարձավ քննարկումների թեմա։ Star News-ը սիրով ձեզ է ներկայացնում օրվա գեղեցիկ ու հիշարժան կադրերն առանց մեկնաբանության։ Գրիգորյանին հյուր էին Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Սոֆի Դևոյանը և Սոֆի Դևոյան կրտսերը։ Ինչպես արդեն Star News-ը տեղեկացրել էր, Սոֆի Դևոյանը վերջերս ամուսնացել է և զրույցի ընթացքում խոսք եղավ նրա ամուսնուց։ Տատիկն էլ անկեղծորեն կիսվեց իր կարծիքով. «Գլոբալ բաներից չի վախենում կյանքում։ Ես մարդու հետ առաջին հանդիպումից արդեն շատ բան եմ հասկանում։ Վստահ եղեք, ինձ համար պարզ է ով է ինքը, ինչ բնավորություն ունի, շարժուձևից, հայացքից։ Մարդու հետ կես ժամ շփվելուց հետո արդեն զգում ես. ձեռքից պինդ, շռայլ, բարի, թե չար մարդ է։ Այդ կես ժամվա ընթացքում կարելի է շատ բան նկատել, եթե իհարկե դու հոգեբանությունից փոքր-ինչ հասկանում ես։
Հատկանշական է նաև նշել, որ հաղորդման ընթացքում տատիկը մեղմորեն խոսեց Սոֆիի ամուսնությունից հետո տանը տիրող տրամադրության մասին, որ մի փոքր տխրություն և անսովոր դատարկության զգացողություն կա։ Նման զգացողության մասին վերջերս խոսել էր նաև Զարուհի Բաբայանը «Սրտի տանիքներով» հաղորդման շրջանակներում, քանի որ Սոֆին ամուսնացել է, իսկ եղբայրը սովորում է Չինաստանում։ Ինչպես արդեն Star News-ը տեղեկացրել էր, Սոֆի Դևոյան կրտսերը մեկնել էր Մոսկվա ուսում ստանալու նպատակով։ Նա երեկ իր ինստագրամյան հարթակում վերադարձի ցոլովակ է հրապարակել, որտեղ երևում են ընտանիքի անդամների ջերմ հույզերը Սոֆիին դիմավորելիս։ Առաջարկում ենք դիտել հոլովակն առանց մեկնաբանության։ Իսկ հրապարակած լուսանկարին կից Սոֆին անկեղծ գրել էր. «Նենց ազատ մարդ եմ ինձ զգում»։